Աստված ասում է մի սպանել, բայց մենք սպանում ենք պաշտպանելով մեր հայրենիքը, այստեղ հակասություն չկա։ Չէ, այստեղ սպանություն չի, այստեղ սպանություն չի տեղի ունենում։ Ես ձեզ ասել չեն այդում երկիրը պահելու, մարդ սպանեն, որ երկիրը պահեն։ Այդ հոգեբանությունը չկա։ Երկիրը պահելու նպատակը մարդ սպանելը չի։ Եվ ամեն մի ծառայող ազնվորություն, երբ որ երկիր է պահում, նա հսկում է։ Հիսուսը մի լավ խոսք ասեց, չէ՞, որ ասում է, եթե մեկը իմանա, որ այս գիշեր գողը կմտնի եւ քո տունը կթալանի, միթե դու չես զինվորվի, միթե դու չես հսկի եւ արթուն չես կանգնի, որ քո տունը չծակի, չմտնի, եւ չթալանի քեզ, եւ դու չհայտնվես հայտարարակ վիճակի մեջ։ Կպահի, նույնն էլ չիմանալով, որ հսկում եք, անգամ Սաղմոսների մեջ ասում է, եթե Աստված չպահի տունը, երկիրը, իզուր է պահապաները։ Հասկանում եք, խնդիրները կկուտակվեն, սակայն Աստված է պահողը, Աստված է օրհնողը, Աստված է միջամտողը, Աստված է խաղաղություն հաստատողը, եւ մեր աղոթքներով երկիրը պահպանում եւ մեր երեխեքին է պահպանում։ Եթե մենք մեր դիրքում լինենք, մեր աղոթքներով, մեր ծոմապահություններով, մեր աստվածապաշտությամբ գանք երկյուղած Աստծո առաջ, մեր խնդիրները կվերանա եւ բարվոք կարգավիճակի մեջ կապրենք, որովհետեւ մեղքի հետևանքով է կորուստները լինում, կատարվում։ Երբ որ Իսրայել ժողովուրդը որ Աստծուն էր երկրպագում պաշտում, նրանք հետ մեղք են գործում եւ կրապաշտությամբ են զբաղվում։ Աստված նրանց մատնում էր այլ ազգիների ձեռքը, որ նրանց ճնշեն, նեղեն, որ նրանք ապաշխարեն եւ հասկանա, որ ուրացել էր իրենց Աստծուն, որ շեղվել էր իրենց Աստծո կամքից, իրենց Աստծո պատիրաններից։ Եվ մինչև մեղա են գալի, մինչև զղջում են, մինչև հասկանում են, թե ուր են հասել, վնասներ են քաշում, տուժ են կրում, գերի են քշվում։ Աստծո բարգության հետևանքն է, հասկանում եք, երկիրը պահպանելու միակ միջոցը, որ երկիրը զարգանա եւ պահպանի, դա լուրջ աստվածապաշտության մեջ պիտի մարդը մնա, որ Աստվածը երկիրը պահի ու աղոթքի տրվենք եւ փառք Աստծուն եւ ծառայենք նրան։ Ադրբեջանցին ապոզու փոչոք փախնի, չի կարա, անգամ քիթը մցնի մեր տարածաշրջանում, թափ վնասի մեզ։ Աստվածը տեղի ունենում մարդասպանությունը խախտում է պատերազմ, ոչ։ Եթե մարդասպանությունը արդեն պատերազմ է լինում, պատերազմը լինում է մեղքի հետևանքից։ Եվ բնականաբար պատերազմը խնդրոց չեն բաժանում։ Դա մարդասպանություններ են լինում, այստեղ արդեն մեռնում են։ Այստեղ ռոպա գցում է, գալին գնում է, դեպի 10 հոգի մահանում է։ Ով գիտի ով սպանեց, ով մեռավ, հա։ Ջջվում է մարդը, այդ տարածաշրջանում գտնվողները լուրջ վնասի ենթարկում։ Օրհնությունից, խաղաղությունից, աստվածապաշտությունից, Աստծո գոհացնելով չի գալի պատերազմ։ Եթե իր խոսքից հեռանում ենք, կրապաշտությամբ ենք զբաղվում, մեղքեր են գործում, չեն կրթում մեր երեխեքին աստվածապաշտության մեջ, այլ հեռացնում ենք ու հնարավորություն ենք տալու ուրախանում ենք, մեր տղենցից լալա մեղքեր է գործում։ Մեր երեխեքը ասած լալա փչանում են Աստծո հեռանում են։ Աղոթք սովորացնել, այսինքն մեկ չգիտենք հայմերը, օրինակ ծերեխուն աղոթք սովորացնենք։ Ու ասենք ինչի է լավ։ Ինչ է սարը Աստծո համար, որ մի հատ էլ մեղադրենք Աստծուն, ասենք ինչի է լավ։ Դու քո տեղում ես, դու դիրքում ես, որ օրհնություն վայելես, որ երկիրը ծաղկի։